Արի տեսնենք, դու շատ ես ուզում, ինչ։ Տեսնում ես, որպեսզի կարողանաս մարդկանց վրա ազդես, մարդիկ քեզ լսեն, որպեսզի ճանաչվես, էլ ինչ, փայլես, բայց արդյոք դա իրականալի է, տեսնենք հետագայում։ Որոշ մարդկանց մոտ այո, բայց զգույշ եղեք հետագայում, հա, որ բարձրանաք, որովհետև այստեղ կարող են լինել մարդիկ, ովքեր ձեզ կարող են իջացնել ներքև, այո, եւ ամեն ինչ կարող է կորել գրողի ծոցը։ Իսկ ինչու, եկեք հարցնենք, որովհետև ես քարտերը տեսնում եմ, այն պատը։ Դա քեզ համար բավականին անսպասելի կարող է լինել, որովհետև քո շրջապատում կարող է լինել մի անձ, հենց դու ես մեղավորը լինելու, ում դու վստահում էիր, չպետք է վստահեիր։ Շակալ են այդպիսիները կոչվում, եւ դա արդար կլինի, ինչու չպետք է շփվեիր այդպիսի մարդու հետ։ Դառը ճշմարտությունը, որը որ քեզ վերևից ներքև կարող է իջացնել, դու դեռ շատ ճանապարհ ունես անցնելու, իրականում սովորելու, ջանելու, արի հարցնենք, իսկ ինչու։ Որովհետև դու ինքդ պետք է ներդաշնակ լինես մարդկանց հետ հարաբերություններում, սովորես, հա, մարդկանց հետ ճիշտ համագործակցել, ելքեր փնտրել, համաձայնության գալ, բայց դա իլյուզիա է։ Իսկ ինչ անես։ Ինչ են խորհուրդ տալի քարտերը։ Այն ինչը քոնը չի ավարտես։ Էլ ինչ։ Այստեղ փորձելով հա քո ասածը առաջ տանի, դա քեզ ոչ մի օգուտ չի բերի։ Տեսնում ես։ Եվ այստեղ անիմաստ է որևիցե գործողություն անել, ինչը դու չպետք է հենց սկզբից վստահեիր, ինչ որ անձի, ով ինչ, ով փորձել է խաղալ քո էմոցիաների հետ, սրա խոսքը նրան տանելով, նրա խոսքը սրան բերելով, եւ դա կլինի քո անհաջողության պատճառը։